կապակցությունը 29 պատգամավորից է։ Ես իմ բոլոր ելույթների հիմնական կետերը այսպես թե այնպես քննարկում եմ մեր գործընկեր, այսինքն ես եթե նկատել եք իմ ելույթները բանավոր են, այսինքն ես տեքստ չունեմ, որ տեքստը համաձայնեցնի, բայց հիմնական թեզերը, թե ինչի մասին պետք է խոսել, ես իմ գործընկերների, մասնավորապես պարոն Նարեկ Կարապետյանի հետ սիրով աշխատանքային մթնոլորտում քննարկում։ Ես ուզում եմ հապկից դե Հայաստանի Հանրապետությունների հապկից արդեն վաղուց հայտնի է Հայաստանի կառավարության հայտնի է։ Ես այս վերջին շրջանում հատկապես վերջին քանի օրերին հատկապես հապկի տարբեր պաշտոնյաներ այդ թվում անդամ երկրներից հայտարարություններ են հիշում, որ առաջիկա նիստին քննարկվելու է Հայաստանին ձայնի իրավունք զրկելու, հաշվի առնելով, որ անդամավճարները նաև այս ընթացքում չեն կատարել որպես պարտավորություն։ Նաև ակնարկվում է Հայաստանին հետագան հեռացնելու մասին հապկից։ Հապկի հետ կապված ձեր քաղաքական դիրքորոշումը հայտնի է նախընտրական, բայց այս բանը որպես ինդիգնություն։ Դուք ստեղծված իրավիճակը ինչպես եք գնահատում, արդյոք ռիսկային եք համարում Հայաստանին օրինակ հեռացնելու հեռանկարը եւ կարծում եք, որ Հայաստանը պետք է չնայած նրան, որ այդպես էլ հապկից չստացավ այն գնահատականները, որ ակնկալում էր հատկապես սեպտեմբերյան հարձակման փուլից հետո, չնայած այս իրավիճակին, դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է վերանայի մոտեցումները եւ օրինակ կատարի այն պարտավորությունները, որոնք ունի այդ կազմակերպության շրջանակում։ Հայաստանի իշխանությունները հապկի հետ հարաբերություններում ցուցաբերել են միշտ տարօրինակ եւ հակասական պահվածք եւ վարքագիծ, որը դրսևորվել է դեռևս այն պահին, երբ որ ձերբակալվեց Հայաստանում հապկի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Յուրի Խաչատուրովը հապկի բոլոր պետությունների ղեկավարների կողմից ընտրված պաշտոնյա էր եւ ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն հապկի ողջ տարածքում, այդ թվում Հայաստանի տարածքում։ Հետևաբար առանց այդ պետությունների ղեկավարների հետ որոշակի քննարկումների կամ համաձայնեցման Բելարուսի նախագահը հայտարարել էր, որ իրենց հետ Խաչատուրովի ձերբակալության հետ կապված որևէ հարց չի քննարկվել Հայաստանի իշխանությունների կողմից, դա արդեն իսկ ծանր հարված էր հապկի հեղինակությանը եւ Հայաստանի այդ կազմակերպության դիրքավորմանը։ Դրանից հետո, երբ որ Խաչատուրովը պաշտոնանկարվեց, այսինքն Հայաստանը հետ կանչեց, եթե հիշում եք, հապկում կար պայմանավորվածություն, որ այբենական կարգով գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվի հաջորդ երկրին, այդ հաջորդ երկիրն էր Բելարուսը։ Բելարուսը առաջադրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը եւ Հայաստանը շուրջ մոտ 8 ամիս արգելափակեց Ստանիսլավ Զասի ընտրվելը հապկում։ Հապկը մի կազմակերպություն է, որտեղ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն մի երկիր եթե որոշմանը կայացմանը խափանում, այդ որոշումը չի կայացվում, այսինքն Հայաստանի պատճառով կազմակերպությունը տևական ժամանակ զրկված է եղել լիարժեք արդյունավետ կառավարման հնարավորությունից։ Հետո էլ այդ նույն Ստանիսլավ Զասին Փաշինյանը ոչ միայն ընտրեց, այլ էլ առաքելության ավարտին 22 թվին ինքը անձամբ մեդալով պարգևատրեց։ Իսկ եթե վերադառնալ մեր ժամանակները, որ Հայաստանի դիմել է, այդ ժամանակ հապկի լիարժեք գործում էր եւ հաշած արձագանք չտվեց։ Հայաստանը այդ ժամանակ հապկին չի դիմել, Հայաստանը դիմել է, կնոջ կապիտանության խորհուրդը հաստատել է, որ 4 հոդվածի համաձայն, որը նախատեսում է անվտանգ, երբ որ ադրբեջանցիներն 22 սեպտեմբերից հետո Հայաստան եւ հապկի պատմության մեջ Հայաստանը հապկին դիմել է ընդամենը մեկ անգամ, դա եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ժամանակ հապկը նախագահողի երկիրն էր Հայաստանը։ Այսինքն Հայաստանը, որ դիմել էր հապկին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանը։ Ինչ էր նախագահում այդ ժամանակ հապկը։ Հավաքականը տարբեր պետություններից կազմված միջազգային կազմակերպությունն է, որը տվյալ պահին ունի նախագահող պետություն, եւ նախագահող պետությունն էր Հայաստանը։ Իդեպ այդ նույն տարում 2022 թվականի հունվարին հապկում եղել է մեկ այլ դիմում Ղազախստանի կողմից, որը նախագահող երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ անցել է իր պարտականությունների կատարմանը, նախագահել է ամբողջ գիշեր հապկի հեռավար հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում զորքեր են ուղարկվել հապկի անդամ երկրներից Ղազախստան, այդ թվում Հայաստանից, Ղազախստանում հացի փռերից մեկի անվտանգություն ապահովելու նպատակով։ Դա հասկացա, բայց կխնդրեմ անդրադառնանք նաև այս իրավիճակին, երբ որ
Հայաստանից ակնկալում են պարտավորությունների կատարում, երբ Հայաստանն է դժգոհ ՀԱՊԿ-ի կոնկրետ լիազորությունների շրջանակում գործելու այդ հեռանկարից։ Դուք հիմա կարծում եք, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները որպես ՀԱՊԿ անդամ, դե յուրե անդամ, թե կարծում եք, որ պետք է դուրս գալու որոշում կայացնել, որպես ընդդիմություն։ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրվել է իր դիմումից անմիջապես հետո Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար, որը ինքն է նախագահը։ Եվ ինքը գոհունակություն էր հայտնել այդ նիստում, ինչեք Փաշինյանի գործողությունները նա գոհունակություն էր հայտնել Հավաքական անվտանգության խորհրդի նիստից, որից անմիջապես հետո հաջորդ օրը Հայաստանը ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի զինված ուժերի շտաբի ղեկավարը, իսկ սեպտեմբերի 19-ին Հայաստանը ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նպատակը եղել է այն, որ գնահատվի Հայաստանի կարողությունները, պահանջները, որ ըստ այդմ մշակվի առաջարկությունների փաթեթ Հայաստանին օգնություն տրամադրելու համար։ Ստանիսլավ Զասին Հայաստանում ամենաբարձր պաշտոնյան, որ ընդունել է, եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը չի ընդունել, արտաքին գործերի նախարարը չի ընդունել, վարչապետը չի ընդունել։ Պատերազմից հետո։ Այո, սեպտեմբերի 19-ի Ստանիսլավ Զասի այցից հետո։ Հիմա ասում եմ, ու մեկ էլ ընդունել է Ջերմուկի քաղաքապետը։ Ստանիսլավ Զասը այցելել էր Ջերմուկ, որպեսզի տեղում տենար, թե այնտեղ ինչա տեղի ունեցել։ Այդ մակարդակի հանդիպումներ են կազմակերպել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավ Զասին Հայաստանում չի ընդունում, ինքը նախագահ ու երկրի ղեկավարն է, գլխավոր քարտուղարն եկել է, որ կարիքներն ուսումնասիրի։ Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելուց հետո գնում է ՄԱԿ, մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին եւ այնտեղ հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Հետո գալիս է ասում է ես ՀԱՊԿ-ից դժգոհություն։ Ուզում եք ասել ՀԱՊԿ-ը ինչ անում է, դա արձագանք է Հայաստանի արարած։ Ես հիմա ձեզ փաստերով ամսաթվերով ասում եմ, թե Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի անդամ եւ նախագահող երկիր, այդ երկրի ղեկավարը ինչ գործողություն։ Ի վերջո այդ իմ ասածից հետո ՀԱՊԿ-ը մշակել է Հայաստանին օգնություն տրամադրելու փաթեթ, որ ուներ 3 բաղադրիչ՝ դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն եւ դիտորդական ՀԱՊԿ-ը նաեւ Հայաստանն է, չէ՞։ Այսինքն ՀԱՊԿ-ը ո՞նց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա, չէ՞ իր սահմանը։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի եւ Բելարուսի մեջ ակնհայտ որոշակի լարվածություն կա, սահմանակից պետություններ են։ Հիմա եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ ռազմական վեճ լինի, Բելարուսը իրավունք ունի դիմի ՀԱՊԿ-ին, ճիշտ է։ Հիմա ՀԱՊԿ-ին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն Փաշինյանից պիտի հարցնի, թե իր երկրի սահմանները որտեղ են։ Որ նա իր սահմանը, դրա համար ՀԱՊԿ-ը դժվարանում է։ Բայց ինքը պիտի, այդ որ ասում եք ՀԱՊԿ-ը նաև Հայաստանն է անդամագրվել, կասեք։ Անկախության դրճակը։ Չէ, բայց ինչ սահմաններով։ ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանը որ նայեք, ասում է, անկախ պետությունները, որոնք գործում են իրենց հռչակագրերով, ստեղծում են այս կազմակերպությունը, Հայաստան։ Սահմաններով տեղադրվել։ Այո, դրա համար պետք է Դուք փաստերը կպատասխանեմ։ Դուք փաստերը կպատասխանեմ։ Ձեր հարցը որոշակիություն չունի։ Դրա համար չեմ կարող պատասխանել։ Հիմա դուք ասում եք ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները։ Ես հարցրեցի ինչ սահմաններով է ՀԱՊԿ-ը Հայաստանը անդամագրվել ՀԱՊԿ-ին։ Դուք տվեցիք պատասխան։ Ասեցի, անկախության հռչակագրում համար, որպեսզի գար այն սահմաններով, որ սահմաններով որ անդամագրվել է ՀԱՊԿ-ին։ Եվ այդ սահմանների հետ կապված, խախտման հետ կապված, այդ սահմանների նկատմամբ ագրեսիայի հետ կապված դիմումի դեպքում վերև եւ տեղակայել այ սահմանը։ Այո, հիմա դրա համար գլխավոր շտաբի պետը ՀԱՊԿ-ի եկել էր Հայաստան, որպեսզի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբ դուք վիճում եք դուք իմ տպավորությամբ նվազ տեղեկացվածությամբ ինձ հետ ուղղակի վիճում եք։ Ձեր տեղեկացված խնդրում եմ մի քիչ ծանոթացեք ՀԱՊԿ-ի գործունեության, հետո մենք մասնագիտորեն խոսենք։ Հիմա վեճ չեմ ուզում։ Շարադրեցիք։ Ես ուզեմ նաև այս դուրս անդրադառնալ։ Հիմա փաստացի
եթե անդամավճարները չկատարեք որպես պարտավորություն, ձայնի իրավունքից կզրկվի Հայաստանը, հետո նաև հնարավոր է այդ հեռացնել ընթացական։ Նայեք, հիմա այս պահին Հայաստանը ինչ անում։ Ինչ պետք է արվի։ Նայեք, այս պահին միայն անդամավճարը չի։ Հայաստանը անդամավճարները չի վճարում, Հայաստանը հապկի զորավարություններին չի մասնակցում, Հայաստանը չի հյուրընկալում պլանավոր նախատեսված զորավարությունները Հայաստանում, Հայաստանը հետ է կանչել դեսպանը հապկից, Հայաստանը հրաժարվել է գլխավոր քաղաքավարի տեղակալի իր քվոտայից։ Այսինքն եւ հայտարարում են, որ իրանք սառեցել են հարաբերություններ այդ կազմակերպության հետ մի ռեժիմ, որը հապկի կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն կազմակերպությանը անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ։ Հիմա այդ իրավիճակում կազմակերպությունը ինքն է քննարկում, որ նույնիսկ համարձակվում, եթե ասենք դժգոհ են հապկից, չէ, ասենք ասում են մեր սահմանները չեք ճանաչում, հարց առաջում, բայց չի դուրս չեք գալի։ Հիում ներկայացեք, ասեք, բայց չեք ուզում այս կազմակերպությունը։ Ոչ էլ այդ են անում։ Այսինքն անհասկանալի իրավիճակ են ստեղծում, ճգնաժամ են ստեղծում։ Եթե վարչապետը որ կա հարցը ինչի չեն դուրս գալի։ Ես չունեմ իրար։ Ես ասեցի, որ այդ կազմակերպությունը եւ առասարակ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Այդ թվում եւ հապկի հետ հարաբերություն։ Եթե ավարտվեց մեկ այդ թեմայով հարց կուզեի տալ, պարոն Ղազարյան, Անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ են Սիմոնյան Facebook-յան գրառման անդրադարձել ազգային ժողովի ընդդիմադիրների մեջ բերել ազգային ժողովի ընդդիմադիր։ Կարծացել եմ դահաճման Ինչ կարծիք ունեք, որ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ ինչով Իր գործունեությամբ իր կարգավիճակը։ Իսկ երբ որ ինքը սպառնում է, ասում է ամեն անգամ նման բաներից հետո տրորելու են ոչ միայն իրենց Ասացի մի կարծացեք, երեք չինքը գրել է, դուք էլ դրանց կարդում եք։ Պետք է, ինչպես ասում է ԲՏԱ նախարարի տեղակալը, իգնոր անել։